Ողջույններս, որ ասեմ ժողովուրդ ջան, ուրեմն ես չեմ տենում, վերջին օրերին սկսել են ինչ-որ ազգային ժողովում, թե ներկա, թե նախկին, թե օլիգարխի, թե եսի մի ժիվալը շոշափել, տալարնել Մամվել Գրիգորյանի անունը, Մամվել Գրիգորյանի դավաճանին, սպանին, չգիտեմ, փորձում են ինչ-որ ցեղ շպրտել փաստաբանի վրա, բայց իր փաստաբանը լավն էր, վատն էր, չէր կարա մեսեր անեմ եւ այլն։ Ու ինչն է տարօրինակ, որ խոսում են անես մարդիկ, որոնք որ երբ որ Մամվել Գրիգորյանն եկան Դուբլին տարան, դրանք բոլորը մտել էին մկան ծակը։ Էլի պիտի խոսայց հարցում Վարդան Ղուկասյան։ Նախ, ես ուզում եմ, քանի որ մեր ժողովրդի հիշողությունը շատ վատ է, մեկը հերթական անգամ թարմացնել։ Մամվել Գրիգորյանը պատգամավոր էր։ Մամվել Գրիգորյանին չէին կարա բռնեին, տանեին, եթե ազգային ժողովի պատգամավորները տվոպկի չսխմեին։ Իսկ այս ժամանակ ուզում հիշացնեմ, ովքեր էին նստած ազգային ժողովում, մեծամասնություն որպես Սերժ Սարգսյանից հայտնել, Հանրապետական կուսակցությունը։ Ով էր այս ժամանակ ԿԳԲ-ի մինիստրը, ով եկավ Մամվել Գրիգորյանի հետևից, Վանեսյան Արթուր, հիմա չի կարա Վանեսյան Արթուրն ասի, ես այնպես խաբար չեմ, էդի ես չեմ, ոչ ինչը դեղ գործելում է, ասում է, ես խաբար չեմ, էդի ես չեմ։ Հիմա Մամվել Գրիգորյանի կուսակիցները, հանրապետական, կիրովականցին գործի աշկես բռնած ղախ պիտղից, վերջացած չակերտավոր երջանկա հիշատակցին Սարոյանից, որ Մամվելի հետ մի տեղուտը մի տեղ կակամ էին։ Կոչակը սխմին ասին Մամվելին տոլում դուբլեք։ Հետո էլ մարդիկ, Սելավան դեմքով, հելել էին եկել էին Մամվելի գերեզման, ծնունդի օրը շնորհավորում էին Մամվել Գրիգորյանի ծնունդը։ Գեքնային։ Մամվել Գրիգորյանի տղեկը, նամանավատ են երկու խիարները, դրանցից ոչ մեկը չասեց, արա դու կոչակը սխմից իմ հորը վեկալան տարոն։ Այսօր եկել եք ստեղ ուրի չանեք։ Մամվել Գրիգորյանի հետ բռնին ամենաառաջինը Մամվել Գրիգորյանի կողմից թռան սեփական տղեկը։ Սեփական։ Այն աղջիկն է դուխովել է։ Մնացած տղեկը, բայ գուդբայ, դու հերը չես։ Մամվելի սաղ ընկերներ, Մամվելի սաղ բարեկամնի, լրիվ ձեռը լվացին քաշան բնի մի կողմ, այն էժմիացնցի չէր էդ ղախպի տղի ալը, հելել էր ընկելեր հիմ, հետո մտավիտ ավականի, ալնել է բան մորոսի արսել, բորը մեզ Մամվելը բռնի, դատ վեսավի, բայնա, վենալ, մեկը չէ լավաց, ես քուլ լավը ծռրեմ ես, ուղով ես, որ մեզ էլ բա պորնի կապ, ինչ է ձեան աղջ, քրիստիկ, չեմ իշը, ով շմացակ։ Հիմա, հելել են, հիշել են դրուկ Մամվել Գրիգորյան, Վանեսյան Արթուրը օպոզիցիա էր խաղում, չէ, ուզը Հիմա Վանեսյան Արթուրի ընկեր ազգային ժողով մտած սաշիրականներ, ռոբիկական, հենա սաղ սալամատ հա։ Երեք, չգիտեմ, մի հատ համաբանական կուլտուրական վայր, հասցվեք Վանեսյան Արթուր մեղան որ էր, թե չէ։ Ապոլինի զենքի գործը դու կարիր Մամվելի վրեն, են էլ ոչ մի իմ Մամվելը իշխան զենք ունել, հրվետ օրինական, մեկ երկուած հրացան ենք, թե տրուբա ենք, թե ինչ ենք, թե դաչից։ Հարկայինից խուսափելը դու կարիք վերեն վերջու պարզով տես բան չկա, համայատ է չկա։ Անդեղ տուշոնք եկը, նամանավան տուշոնք եկը, էդ է պարզավոր տես բան չկա։ Վանեսյան Արթուր, ինչի գլուխ կերար։ Բայց ամենակարևորը, որ այս ամեն ինչի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը, որովհետև եթե Սերժ Սարգսյանի դաբրոն չլիներ, հանրապետական կուսակցությունը, այս կոչակը չէր սխմի։ Այնտեղ ճանճը չի, այսինքն ճանճը չէր թռնում առանց Սերժի համաձայնությամբ։ Սերժ Սարգսյանը դաբրոն տվեց, հանրապետական կուսակցությունը կոչակները սխմեց, Մամվել Գրիգորյանի վեկալան տարան արին մորմաշ։ Արխիվում Ղարաբաղի պատերազմն էր, անհրաժեշտ էր Մամվել Գրիգորյանին վարկաբեկել, գրնել, քսել միանիրով, որ կարանալ անել այն ինչ որ անել, որտեղ Մամվել Գրիգորյանը երբ որ հարցնում էին հողերը հետ տալու մասին, ասում են մորը տաշտուշ։ Ակնհայտեց, որ դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, որ Սերժ Սարգսյան մորը տարտու թուրքերին։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյան մորը տարտու թուրքերին։ Նիկոլ Փաշինյան, չնայած Նիկոլ Փաշինյանի համար սրբություն գոյություն չունի։ Համ մորը կտա, համ կնկանա վաղուստով է, երեխեքը վատ չէ չգիտեսում են տվե։ Եվ այսօր հելել եք Մամվել Գրիգորյանի անուն տալում եք, որ չանեք, դիվիդենդ եք ուզում, հավքեք այղաղ տղեք։ Հա։ Ուր եք։
Եվ Լևոն Բաղդասարյանը մենակով պաշտպանում էր Մամվել Գրիգորյանի սա համացածը հարձակվել է Լևոն Բաղդասարյանի վրա, բայց այն մարդը իր մասնագիտական պարտականությունից ելնելով անում էր այն շփթանը ուր եք դուք։ Այսօր Մամվել եք հիշել։ Հա։ Մամվել Գրիգորյանը սուրբ չէ։ Մամվել Գրիգորյանի հետ ամենամեծ հակասությունները ռազմական ոստիկանության բնակավարում ունեցել եմ ես, անձամբ ես, նոր հետո Եվի Գասպարյան Վովան։ Ինչ կար չկար Մամվել Գրիգորյանից, ինչ որ ընկել էր իմ տեսածով ես էի բանը բռնեմ։ Հələ գնացեք ռազմական ոստիկանության օպերնիկը վարչության սաղեն։ Այն Հայրապետյան Արմենից բռնած ունի Մարտով, Հայկով, Հովոյով, Ռոմիկով եւ սաղն մեծ հարց տվեք։ Մարդիկ ասում չտոսում։ Բայց որ ասում են լավին լավ, վատին վատ։ Այսօր հելել են բոզի տղավարի Մամվել Գրիգորյանի ալն է շոշափում։ Հետո վա դրա այդ օգնականն ա եղել, ինչն ա եղել Մամվել, հիմա չգիտե, թոլի ռոբիկականն ա, թոլի տաշոյականն ա, այդ ցակած գանդոնը։ Հելելա խոսում ա բան Մամվելից։ Վերջացրեք։ Գնամերի արի սիրեմ։ Տարբերակն ա։ Ուզում եք ինչ ցույց Այդ եմ ուզում հասկանում, ազգային ժողովում Մամվել Գրիգորյանի անունը, որի մասով ինչ եք ուզում ցույց տաք։ Ես այն ազգային ժողովի ղախպի տղին, այն Վարդևանյանի ժամանակ տվի, չես հելեք պատասխանեք Ալիևին։ Շաբաթը մեկ հլնեմ, ցռում ձեր վրա նստեմ, ցռում ձեր։ Դուք ասկի Ալիևի չեք անում պատասխանեք, դուք Մամվել Գրիգորյանի տանը չեք տալու։ Արա լավ։ Վերջացրեք։ Ուզում եք ձեր որով ռում գցեք։ Ուզում եք, չգիտեմ, ձեր սերը փոխեք, դուք կյանքում այդտեղ ազգային ժողովում նստածներս, երբեք չեք մտածել եւ չեք մտածելու ոչ երկրի մասին, ոչ հայրենիքի մասին, ոչ քաղաքացու մասին, եթե գնաք քաղաքացին ինքնիա մասին չի մտածել։ Դավաճանությունը անենց համատե այս ազգի մեջ, որ ես չգիտեմ, դա ինչ որ մի ձևով հնարավոր լինելու է հանել, թե չէ, առանց 1937 թվական կրկնելու։ Ես չգիտեմ ուրիշ տարբերակ, որտեղ դավաճանությունը համատարած է։ Տղեն դավաճանում է հորը, հերը դավաճանում է տղուն, մերը դավաճանում է աղջկան, աղջիկը դավաճանում է մորը, այդ չեմ խոսում մնացածի բան մասին։ Մնացածի մասին չեմ խոսում, ես չեմ խոսում էլի մասին, որ 7-6 տարի բոլորի հետ եղա լավամարդ, վատամարդ, որ հասարակ բանվորնի աշխատավարձը ստանալ, որ մարդկանց իրավապահ մարմիններում չխոշտանգեն, որ պոռնիկ ծնողը զրկվի ծնողական իրավունքից, որ ասֆալտը այսօր չանեն վաղը փդի թափի, եւ այլն։ Ինչի տեղ անցավ, խրի տեղ։ Մարդը գնացին մի հատ մայկա տրուսեք վիճքի համար տաշիր ընտրին։ Այն նույն տաշիրին, որը որ պիցայի մի կտորը իա մատուսողի վրա որպես պերերից ծախում էր փողով, որը որ մատուսողին աշխատացնում էր 12 ժամ, բայց վճարում էր 8 ժամ, որը որ ժամկետնանց կալբասը խառնում էր բանի հետ, խմորի հետ ծախսում էր ժողովրդի վերեն, որը որ ամբողջ Հայաստանի էլեկտրոցանցերի վրա նստած սվետամուզիկա էր խաղա, մի տեղ անջատեմ վառեմ, ինչ ուզում անում ես, մարդկաց տեխնիկա, սննդամթերքը, ամեն ինչը փչացելով, կմփսելով, զրո փոխհատուցում տալով, մարդիկ ժամերով մնալիքինից փդում էին։ Այդ տաշիրին, որ անգամ չգիտի Մեսոպյան տառերը, գնացին ժողովուրդը փնտրեցին։ Իա իմբիցիլ բարեկամներով հանդես, որոնք որ բանակից փախացել։ Այդ չասին լավ է 100,000 դրամը ես կերա, վաղը ինչ խերս եմ ուտելու։ Գնացին ընտրեցին Ռոբերտ Քոչարյան նորից, որի մասին ես չխոսամ էլ ինչ էր արել, չկրկնվեմ նորից, հա, քաղաքական սպանություններ անալ թալանով դրա իմբիցիլ գանդոն տղանել ասում է մենք իսկ եք բերեք օրինական ենք ձեր բերել ստի տունուտերը ստի ագարկա կնկանալ ամաշխատ ստի թե դու օրինական ես ձեր բերել հանխի շենքը Էրեբունի պլազան Արշինինվեստ բանկը Զվարթնոց օդանավակայանը որն ասեմ որը թողամ Կոմերս բանկը այ կանտոն ու նորից գնացին ընտրեցին հանուն փողի Դոդի գագո գնացին ընտրին հանուն փողի էնել Դոդի գագոյի ծռին փռին տարան վերջապես ֆայման տարան կողին ծակը այսօր նույն Դոդի գագոյի կնիկ դուրամ Ջավահիրը մի անգամ խիչել եմ ասում էդիկի մարտնահետ տվեք Ջավահիրից բացի մերը Դոդի գագոյի մերը 90 կնիկա թո մի անգամ հելիասի կակս ուտեք էդին տղուն թողեք խոսքը սեփական ընտանիքը սեփական տղուն չի իշը Տղեկը Դոդի գագոյի տղեկը ամեն մեկի քաքը դնես կշերքի վրեն կշրես
մի հատ հորտի քաշունի են նվերիկի քակաթեն բայց բեմիած են Մինսկի հրապարակից ու հելի խոսասի Նիկոլ փշատս ուտես հորս թող իրանք իրանց հորած քազուն են նույնը մամել տղեկնորին նույն ձև հիմա վաղը որ դոտը բանտում սատկի պիտի եթելեն ասեն հայ գագիկ Սարոքյանը սատկա հələ մամելը քչից, վատից, լավից հող սիրող մարդը ինչ ուզում եք ասեք մամելը դավաճոն չէ բոլեմինի դոտին փողը սուսու ինչ ուզում ես արա այսօր սատկին աղկն երկու օր բայց ընտանիքը չի հիշում ընտանիքը իա ղեկավարին չի հիշում ելուր մնաց խոսան հայրենիքի մասին դոտի գագորի մասկրուցիչ մասն նա եկեսու սեպական տղեքը սեպական հորը չեն հիշեն նրանք են աղջիկ հրանասին յաման ադիք իմ հերս է մի անգամ ասում ուսո պրտավ վերջ էնելենա աղջկամասուն տալամփագի ընտանիքը չի հիշում դուք ձեր զինվորներին չեք հիշում, այն զինվորներին, որ ասեց ես հողը հազողի մերը կունեմ, ես մարտակազիրքը հազողի մերը կունեմ, ես որով այշում էտ կյաժին։ Մերն էլ մերավ էտ դարդից։ Հասկրում եք, այն թավաճանությունը, ես ազգի մեջ միշտ այր են, միշտ ներկալն պատմությունը նայեմ ես, թուրքերը դեր է սիստեմատիկաբար ծասարել են, սիստեմատիկաբար։ Աբդուլհամիդ, Եվի Թուրքի, արա էլի փախել են, գնացել են Եվրոպա, էլի հետ են դարը եկել են, ապրել են Կոստանդնոպոլ, Ստամբուլ, ոնց էր մամայա շինած ներդրել են մեղրակսած, բայց Հայաստան չեն եկել։ Ոնց կանան քեզ մի տեղ անցած ծսեն, դու նույնից հետ գաս տեղ ապրես։ Նայեմ ես մեծ մարդիկ հետ չգիտեմ, հայ մեծագույն մարսիկ եւ այլ, էլի հետ են դարել նույն թուրքական այբերը ստեղծող խախտ են նույնից հետ դարել ապրել Թուրքիայում։ Բայց իրենց հայրենիք հետ չեն վերադարձել։ Դավաճանություն մտածա այս ազգի մեջ։ Լավից, վատից այս ազգին կզսրած, կրթեց, ծսրել մարդաշինը սովետական միություն, ինչ ուզում եք արեք։ Մենակ այդ ժամանակ սրանք հասկացան ինչա երգիր, հայրենիք, որ հելան գնացին հասան մինչև Բեռլին։ Այդ ժամանակ հելան հասկացան ինչա նշանակam եկի, որ ոսոտական հրացաներով գնացին մտան Ղարաբաղ, եկան հետ բերին տուն։ Հետ էլի վերջում եկան անտվին։ Որտև Լևոն Տեր-Պետրոսյանը ման շատ նախիսելով տարի 10 կոմից ասել, պիտի տանք, բայց դու ես քունեմ Լևոն որ պիտի տանք, շարժումը խիսկսիր։ Խիսկսիր ժողովրդին դելսին օպերայի հրապարակ Արցախի հետ բորում, այդ բոզի տղա քոր գանդոս, դու քիչ ես սատկան։ Մի հատ էլ քո թուլեքին, Սերժին ու Նիկոլին բերեցի, բայց իշխանության որ վերջում Ղարաբաղը տայրու բրծնեիչ, լավա քունած։ Այսինքն են ելել։ Սենց են եղել։ Այս ազգը չի դզվի, սենց պրոստը տակ չի դզվի, այս ազգին դզելու համար պետք է սկսել մանկապարտեզից, դասյարակներից, տարական դպրոցից, ուսուցիչներից, դպրոցի դիրեկտորներից, ուրամեն մեկի մազերը ստանդարտ միանման ֆենացը, սաղին մաղել հանել շպրտել դուրս նոր կրտոջախներով, մշակույթով, ծասցնելով, կագեբեի պատվալներում ծասցնելով, կամաս վերականգնել շնել ասկ վերջապես, որ գոնե հետ վերադառնանք են 1988 թվի մակարդակի, որ հասկանան ինչ նշանակam հող, երգիր, ջուր, մայր, հայր եւ այլն, որ երբ որ հորը բռնում են անկախ նրանից, հերը տովա, ասես ադիգիմ հերս է, ոչ թե առես զվես գնացն գնես Մինսկի կուչի կկաս էժմիացնի։ Վալավա, վատա, դավաճանա, գելա, գազանա, քո հերն ա եղել։ Սեփական սերունդը, սեփական ժառանգը չի հիշում հորը, հոր հետևից շեթն։ Էլուր մնաց խախի տղու խախ երեխու զինվորի համար եւ այլն։ Էսա։ Ես կաշվից վախում է, հիմա հենը թու ման է գրեքվան տղեն մանի խոսա։ Պիսիկ, երկուսն էլ, պիսիկ։ Կամ դոդի կագույց տղեն, խերը գլող։ Ու, բարեբախտաբար, չէ, ես է բարեբախտաբարություն չեմ տեսում, դժբախտաբար, այդ սանր ֆունկցիան, ես ոնց որ տենում եմ դրվածավարցաղ ու կսանի վզին, չիկին պասկը, այդպես գրական ստեղծագործություն կար։ Գրիգորյան, Երմոնիայի ցիչեն ելնեսորը ուսուցիչների 90%-ի պերանը, թե մենք ունենք ուսուցիչ։ Այդ էլ ապախտավ է։ Գյոզար կնիկը, հա։ Դրանց աշակերտների սովորացնում էր հայրենիք, Մկրտչյան Լիդան, Ամիխանյան Ալիսան,
Այն ժամանակ ուսուցիչներն էին ուսուցիչ, թիմիկ բանել, բարդակ։ Էս է ուզում ասեի։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ այդ ազգային ժողովի խախտի տղեկին։ Հերիքա մեռած մարդկանց անունները շոշափելով, փորձեք դիվիդենդ հավաքել, այ գանդոններ։ Հիմա հելեք Ադրբեջանին պատասխանեք, հելեք Թուրքիային պատասխանեք, ոչ թե մեռած մարդկանց ոսկորների հետ խաղացեք, փորձեք ինչ-որ հեղինակություն ձեռք բերել։ Հելեք ձեր Ղարաբաղի մասին խոսացեք, վերջը տալիս եք, չեք տալի, կամ հենց ասում են, այ միջազգը որ բացվի, գազ կունենա, այդ միջազգը ինչ կապ ունի գազի հետ, այ բոզի տղեկ։ Սյունիքի միջազգը գազի հետ ինչ կապ ունի։ Էս է ուզում ասեի, ամեն հայկանքով Վարդան Ղուկասյան։